Արարատի մարզում արդեն 2 շաբաթ է սկսվել է ծիրանի բերքահավաքը, բերքն այս տարի լավ է, ծանրությունից ծառերը ճկվել են, բայց գյուղացու սիրտն էլ է ծանրացած։ Նախ կարկտից ծիրանի շուկայական տեսքը զգալիորեն ընկել է, հետո արտահանման խնդիրներ են առաջացել։ Այգուց մեծածախով վաճառվող ծիրանի գինը նվազել է մինչև մի քանի տասնյակ դրամի։ Արարատի մարզի այգիներում ռադիոլուրը զրուցում է գյուղացիների հետ, հոգսերը շատ են, պատմում են։ Խնդրեմ, նայեք իմ ծիրանի որակը։ Էսի իմ մշակածի արդյունքը չի, էսի կարկուտի արդյունքն է։ Ով կառնի էսի ով կառնի։ Հելա քաղելու լրիվ կարկտահարված է, ջղայնացայի չա, թող թափի տակը տենանք ինչ են կանում։ Էսի մայգին է։ Այս ծանոթա դամուլա։ Սա մի հատիկ դամուլ։ Այգետեր Սեմիկ Կարապետյանի հետ շրջում ենք Կանաչուտի իր այգիներում։ Ծիրանի հսկա այգուց մեծաքանակ բերք է ստացել, բայց ոչ ապրանքային տեսքի։ Ասում է գործարանն ընդունում է ծիրանը 60-ից 65 դրամով, սակայն երկար հերթերի պատճառով շատերն օրերով ստիպված են սպասել։ Ոմանք հուսահատված բերքն ուղղակի հանձնում են 30 դրամով, ինչը նույնիսկ ծախսերը չի փակում։ Ուրիշ տարիներ այս ծառը ինձ տալիս էր 100-ից 150 հազար, 130 հազար, միջին արժեքով 100-ից 130 հազար, այս մի ծառը ինձ գումար էր տալի։ Այս տարի 3000 դրամ փող տվել։ Հավաքել եմ, տարե հանձնել եմ, ասենք 3000 դրամ փող տվել։ Ինչ անեմ էլի։ Բռնեմ կդրեմ գցեմ, այս ծառը պզնեմ։ Մենակ 60-70 հազար տալիս եմ պարոտանուտի։ Ճաշված դրատակի աշխատանքները, ասենք, գումարած հողի հարկը, գումարած ջրի հարկը, գումարած տունակի մկատները, որ ասենք մի 5-6 անգամ ինքը բուժում է ստացել։ Թե սնկայինի դեմ, ասենք, մի հատ սնկային հիվանդություն չկա ծիրաններիս վրա, մի հատ ուրիշ հիվանդություն չկա, բացի կարկուտից։ Հակակարկտային կայանները լռեցին, մինչդեռ պետք էր արագ արձագանք, դժգոհում են արարատցի զրուցակիցներս։ Կայանները գործի դրվեցին միայն երկրորդ օրը, երբ արդեն բերքն էապես վնասվել էր։ Առաջի օրը չեն աշխատել։ Ոչ մեկը չի կարող հակառակն ապացուցել։ Կա Երևանում տեղ կա, չէ՞ որ ցույց է տալի, դա իմ կարծիքն է, որ կարկտակայանը իշխանա կրակ է։ Առաջի օրը вообще չկրակին, 3 հատիկ մեր մոտը կրակեց, ու վсё։ Երկրորդ օրը որ կարկուտը էլի ամպերն եկան, ընենց էին կրակում, բայց արդեն ավերված էր։ Կարկտակայանները աշխատեցին, ռուսը ոնց է ասում, после обеда горчица не надо։ Կարկուտը տվեց, փչացրեց ամեն ինչ, նոր սկսեց կարկտակայաններն աշխատել։ Ծիրանի իրացման խնդիրները մի ողջ շարք են։ Ներքին շուկայում չի սպառվում, շատ է, արտահանման առումով տեսքը բավարար չէ, բացի այդ սահմանին վերին Լարսում հարյուրներով բեռնատարներ են կանգնած։ Գյուղացին անհանգիստ անորոշության մեջ է, տարվա համար ակնկալած եկամուտը չի նախանշվում։ Ինչ անեն այս ծիրանով, ոնց ապրեն։ Մեր հարգելի բարձրաստիճան պաշտոնյաներ, ասեք, ինչ անենք այս ծիրանը։ Դիտակ համայնքի այգիներում աշխատողների շարժ կա, այստեղ կարկտից առանձնապես չեն տուժել, սակայն բերքի իրացման խնդիր միևնույն է կա։ Բերքահավաքի առաջին օրերին արտահանողները հետաքրքրված էին ծիրանով, ասում է այգետերերից Գեգամ Միխայելյանը, սակայն Լարսում առաջացած խնդիրներն իրենց սպասել չտվեցին։ Երկու անգամ ենք արտահանում անուղի տվել, ու այդ Լարսի պատճառով էլ ապրանքը չեն տարել։ Էդ այլ ասելա մի նեղացեք չենք կարող տանենք, որովհետև այդ բանդից հետա գալ այդ ապրանքը արդեն 10 օր կայնի մանդե, հետա գալ այդ մարդը ապրանքը թափում ոնց տանի։ Ես տնեմ դուրնես կտանես։ Նացես նայեք, էլի լացելու բան է։ Էսի իրավիճակ չի։ 100 հեկտարանոց իր այգուց տարեկան շուրջ 5 միլիոն եկամուտ ունեցող այգետեր Գեգամ Միխայելյանն այս տարի եկամուտը կանխատեսում է ընդամենը 1 միլիոնի չափով։ Խնդրի առջև կանգնած այգետիրոջը մնում է մի տարբերակ՝ հավաքելու պահեստավորել ծիրանը, ձմռանը վաճառելու հույսով։ Միջին ու վատ որակի ծիրանն օրերս ընդամենը 25 դրամով վերամշակման է հանձնել օղու կոմբինատին։ Ահա որ շատ վատ է։ Ամեն ինչ, իրան հետ կապված ոչ մի լավ բան չկա։ Արտահանելը չեն կարող արդեն, հիմա քաղում ենք ստիված, դնենք սառնա, տնենք դրա ճակատագիրը ոնց է լինելու։ Աշխատողի փողը չեն կարող տանք։ Այս իրան հետ կապված գյուղացին վիճակ չունի։ Այդքան վարկեր, турքեր, հեկտար 3000 մետր դաշտ է Քուրջան։ Որ իա ծախսը հանեմ, ես աղա տղա կնեմ։ Իրացման և արտահանման խնդիրների մասին կառավարությունում էլ են տեղյակ։ Ակտիվ բանակցում են վրացական ու ռուսական կողմի հետ։ Վերին Լարսում կուտակումների պատճառով փչացող ապրանքի համար որոշակի լուծումներ արդեն նախանշվել են։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն արձանագրում է.
Տեսեք, ուրեմն Ծիրանի մասով այս պահին երեկվա դրությամբ 626 մեքենա միայն հունիս ամսին Ռուսաստանի Դաշնություն հասել է, 363-ը ճանապարհին են, օրինակ միայն 69-ը երեք է դուրս եկել, 70 քանիսը դրանից առաջ, իսկ դրանք ակնհայտորեն անգամ չեն էլ հասել։ Երկրորդը շատ մեծ հերթեր կան, օբյեկտիվ հերթեր կան Վերին Լարսում, որովհետև այդ տեղով անցնում է ոչ միայն Հայաստանի, գիտեք, այլ նաև այլ երկրների, Վրաստանի եւ այլ երկրների, Թուրքիա եւ այլ ցամաքային, այո, բեռներ։ Օբյեկտիվ թե սուբյեկտիվ գյուղացիներին առանձնապես չի հուսադրում, ասում են, հողն այլևս իրենց չի կերակրում եւ լուծման նոր քայլեր են ակնկալում։ Աիդա Ավետիսյան, Ռադիոլուր։